Ողջույն, մայիսի 25-ն է, ժամը 2-ն է։ Մենք հիմա Պուշկին փողոցի վրա ենք, են դժբախտ հատվածն է, Պուշկինի, որը արդեն նախագծի մեջ խցանում է նախատեսած։ Այնտեղ հյուսիսային պողոտան է, այս հատվածը նենց են մտածել, որ խցանումներ լինի անպայման, համարյա օրվա ցանկացած ժամի։ Հեսա մի հատ են կողմն նկարեմ, դեպի պրոսպեկտ, այստեղ հələ խցանումը նոր ուժ է հավաքում։ Այս Կողբացու փողոցի հետ խաչվերուկն է։ Կողբացին գիտեք որն է։ Տեր Գաբրելյանն է առաջվա։ Հա, չէ։ Չէ, Տեր Գաբրելյան չէր։ Լավ, արդեն չեմ հիշում առաջին չէր այս փողոցը։ Այս մեկը գիտեմ շոֆերների խանութ է կոչվում։ Այս փողոցը չեմ հիշում։ Դե Կողբացի թողելն է հիմա։ Առաջին չէր, այդքան կարևոր չի, հասկացաք որտեղ ենք։ Այստեղ սենց մի հատ դալան էր, հիշում եք, այդ դալանի մեջով գնում ենք դեպի Թումանյան փողոց։ Բայց մեր գործը հիմա հյուսիսայինում է, դրա համար այս ուղղությամբ գնանք հյուսիսային։ Այս մի վաղ շատ շուտ Բրյուսելի ինստիտուտներ։ Այդ են ժամանակ էր, երբ որ ես Հայաթի երեխեքի հետ Պուշկինի Աբովյանի անկյունում ձնագնդիկներով աղջիկին սպասում էինք Բրյուսելից։ Այս են հազվադեպ րոպեն է, որ խցանում չկա հիմա։ Այնտեղ Աբովյանն է, պարզ է։ Մի հատ սենց շենք մնացել է ստեղ, չգիտեմ ինչի։ Մեր բալկոնն է նայեք ծակվել է։ Մի վաղտ ասում էին Խաչիկ Ստամբուլցյանն է անգել։ Ու իրոք կաստիլներով էր ման գալի։ Այդ բալկոնից էին ասում ընկելը։ Հիշում եք Խաչիկ Ստամբուլցյանին։ Շենքի վրա էր սենց ցուցանակա, այս տանը 918-ից 20 թիվ։ Ապրել է Սարդարապետի ճակատամարտի հերոս գեներալ Մովսես Սիլիկյան 1862-ից մինչև 1937։ Այդ 37-ը կասկածելի է, չէ՞։ Ստացել են երևի այս մարդուն։ Այս է այդ ծակը, որտեղից մեր օրերի հերոսը ընկել է։ Ասել Պուշկին փողոցը, դեպի պրոսպեկտ։ Նախկին Բրյուսելի մոտից էլ մի հատ սենց ծակ է։ Այստեղ, հա, այս շենքը քանդեցին, հա։ Այստեղ ոնց էր աֆրիկյանների շենքն էր։ Այս սենց տեսարան է։ Այն կողմերը միտեղ կինոստուդիան էր։ Այս էլ Պուշկին փողոցը։ Խստացրել են, որ չկանգնեն մի քիչ տեղ լինի քշելու։ Մոտենում ենք հյուսիսայինին։ Սիրուն շենքն էլ ես, որ Սիլիկյանը ապրել է։ Հայաստանի ազգային կինոկենտրոն։ Գիտեիք, որ սենց կինոկենտրոն ունենք։ Պուշկին Տերյան խաչմերուկն է։ Կաթված ահար Պուշկին փողոցը։
Հետո բարձր։ Սր Տերյանը։ Այս շենքերը մի կողմը Տերյանի վրա է, մյուս կողմը Հյուսիսային պողոտայի։ Ստեղ մի տեղ էլ կինոպիոներն էր։ Հələ մի րոպե, մեկը խնդրել էր այս բակը մտնել։ Եկեք մի հատ մտնենք, կարող է այդ մարդը ուրախանա։ Դե ճիշտ եմ հասկացել, այս կինոպիոներն է, նախկին իհարկե։ Այս էլ այդ բակն է։ Դե մտնենք։ Այս դալանը մեջը նկարած է իհարկե։ Սիրուն։ Նկարի մեջից մարդը դուրս եկել։ Լուրջ նկարը։ Մոտ սենց հայլի ընդր է, որ եկող մեքենային տենաս չխպես, ճիշտ է շատ կեղտ է հայլին, բայց ես էլ բակը, բակի մեջ էլ են շենք կառուցել, ահագին բարձր շենք է։ Ես անձամբ մեր հին բակը, որ մտնում եմ, սիրտս քիչ ամնում կանգնի հուշերից։ Սենց է բակը։ Այնտեղ իհարկե պրիստրոյկա բան են արել, առանց դրա հիմա չի լինում։ Այս պատերազմներն է սենց կոդով բանով, այն դեմոկրատական պատերազմները վերացան։ Զգում եք ինչ վատ բան է գողությունը, մարդիկ իրարից փակվում են։ Ինձ թվում է ես կարամ արդեն այս բակից գնամ, չէ՞։ Հենա այնտեղ էլ է շենք երևում, նորակառույց։ Սենց բակ, սենց դալան։ Սենց ժողովուրդ։ Հեսա վերջապես ներս թողեցին այս մարդուն։ Կնոջը։ Կնոջը կարել է, չէ՞ մարդ ասել։ Լավ է, առիթ եղավ նկարեցինք։ Կինոպիոների բակը։ Ես էլ Տերյան փողոցն է։ Հիմա ստեղից մի հատ սենց անցում կա։ Այդ անցումով գնանք Հյուսիսային։ Այս դեպի Պուշկին փողոցն է։ Այն էլ Ալիկն է գալի։ Բաղրամյան Ալեքսանդրը։ Հեսա խնդրենք մեր երկու բան պատմի Երևանի մասին։ Պարզվեց Ալիկը այս նկարն է հենց նոր վերջացրել տանը ու դուրս է եկել զբոսնելու։ Հենց փողոցում հեռախոսից ուղարկեց իմեյլի վրա։ Լավ մնաք, ստեսունես։